Սիրելի հայրենակիցներ, Սիրելի հայրենակիցներին բանկրոտի են տանում։ Հարկային օրենսգրքում Ահազանգում է ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ու առաջարկում օրենքով կանխել չարիքը։ Այնպես անել, որ գույքահարկը 2026-ին էլ չավելանա 30-ից 35%։ Այս նոր համակարգով 2021-26 թվականներին նախատեսվում է մոտ 5-ից 6 անգամ գույքահարկը բարձրացնել։ Ավետիսյանն առաջարկում է բարձրացնել միայն շքեղ բնակարանների գույքահարկը, հանգիստ թողնել համեստ բնակարաններում ապրողներին։ Օրինակ 500 միլիոնից ավել գույքի համար նախատեսել ոչ թե 1.5%, այլ 2-2.5% դրույքաչափ։ Բայց ԿՊԱ-ականների հաշվարկները ցույց են տալիս, որ միայն շքեղ տների բնակարանների հարկերով համայնքային բյուջեն չի լցվի։ Հանուն համայնքների բարեկեցության են հարկերն ավելացնում։ Օդից փողեր չեն լինում ու ցանկացած բան գին ունի։ Եթե մենք ուզում ենք ապրել նորմալ համայնքում, բարեկարգ, որտեղ փողոցները վերանորոգված կլինեն, լուսավորություն կլինի, աղբահանություն կլինի, պիտի դրա համար կատարվեն վճարումներ։ Բայց արդյոք քաղաքացին կարող է վճարել, այն էլ համատարած թանկացումների ֆոնին, հարցնում են ընդդիմադիրները։ Զբոսանավերի գինը, նրանք ովքեր զբոսանավեր են առնում, կարող է էժանացել, բայց հացը, մակարոնը, կաթը եւ մնացած ամեն ինչը շատ ավելի թանկել են։ Չես համոզի 850,000 դրամ աշխատավարձ ստացող իշխանական պատգամավորին, որ մի քանի հազար դրամն էլ մեծ նշանակություն ունի Հայաստանի, օրինակ այն քաղաքացու համար, որ նվազագույն 75,000 դրամ աշխատավարձ է ստանում, կամ թոշակ 36,000 դրամ։ Հանրապետության չափած տղամարդկանց 50%-ից ավելին ծխում է, որպես կանոն օրական 1 տուփ սիգարետ։ Մեր բնակարանի գույքահարկը այս բոլոր ձեր ասած ահավոր թանկացումներից հետո կազմելու է օրական 3 գլանակ ամենաէժան սիգարետից 3 գլանակ։ Արման Եղոյանը ուրախ է, որ իրենց Երևանի կենտրոնից դուրս 100 քառակուսի մետրանոց բնակարանի տարեկան գույքահարկն արդեն ոչ թե 6,000, այլ 36,000 դրամ է լինելու։ Գուցե ոմանց համար 850,000 դրամ աշխատավարձ ստացողի համար 17-20,000 դրամը փող չի, բայց աշխատող աղքատի, ծայրահեղ աղքատի համար փող է, նաև միայնակ կենսաթոշակառուի համար, որը պարտավոր է լինելու, օրինակ կենտրոնում իր հորական տունը վաճառի, թողի գնա եսին որտեղ ապրի, որտեղ գույքահարկը չի կարանալու տա, որտեղ գույքահարկը ավելին է լինելու, քան իր ստացած թոշակը։ Դե մեկը վերարկելու այս նախագծին։ Իշխանականները մերժում են ընդդիմադիր պատգամավորի գույքահարկի թանկացումը կասեցնող օրենսդրական նախաձեռնությունը։ Խոշոր բիզնեսի շահերը սպասարկելու հերթական դրսևորումը։ Թանկարժեք գույքի հարկը ԿՊ-ն բարձրացնում է 4.5 անգամ, միջին ու ցածր արժեք ունեցողներինը 6 անգամ։ Դե եկ Արթուր Խաչատրյան ու մի ծխիր։ Երբ ազգային ժողովի նիստեր են շատ եմ ծխում, մի ներվանասեք մարդիկ չեն ծխի։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։